Ողջույն գործարալիքին միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը թվային հարթակներում եւս կարող եք մեզ դիտել եթե FM հաճախականությամբ չհասցնեք ամբողջությամբ լսել հիշեցնեմ ձեզ որ սա թարմուղեղով զրույցն է եւ մեր տաղավարում երկու հյուր ունեմ բոլորին դեմ ենք շարժման անդամներ Սպարտակ Գյուրեղյանը եւ Արամ Քոչարյանը բարև ձեզ Բարև ձեզ Ինչպես ծնվեց շարժումը, ինչքան ժամանակվա պատմություն ունի, հանրությանը հայտնի է կարճ ժամանակ։ Բոլորին դեմ եմ ինքը այնց սովորական process-ով չի ստեղծվել, այսինքն այն չի որ մարդիկ իրար հետ հավաքվել են, այնց որոշել են, վայ եկեք sense օրակարգով sense բան ստեղծենք։ Նախ եւ առաջ բոլորին դեմ եմ եղել է մեր կարգավիճակը անհատապես։ Շատ անհատների իրավիճակը, երբ որ իրանք մտածում են 2026 թվականին ում են ընտրելու, եկել հանգել են նրան, որ ասել են բոլորին դեմ են։ Ու այդ էմոցիան, այդ զգացմունքը, որ բոլորին դեմ են ու փաստացի դա փակուղի է մարդու համար, էդի դրթել է շատ մարդկանց, այդ թվում ինձ Սպարտակին ու շարժման մնացած անդամներին, որ հասկանան ինչի են իրանք բոլորին դեմ են, ինչի են իրանք ոնց որ ընտրության տարբերակ չունեն ու այդ էներգիան, այդ փակուղու էներգիան վերածվել է ինչ որ կոնկրետ շարժման, ինչ որ կոնկրետ օրակարգի, տարբեր մարդիկ այդ էներգիայի արդյունքում տարբեր իդեաներ ունեին, մտածում էին անեն, բեն անեն ու այդ տարբեր խմորումների արդյունքում եկել հասել ենք այն օրակարգին, որը հիմա ունենք։ Ձեր թիրախում այն մարդիկ են, ովքեր խուսափում են գնալ ընտրության, ճիշտ եմ հասկանում։ Ոչ միայն, կարելի է ասել մի քանի թիրախ ունենք, առաջի թիրախը այդ մարդիկ են, այսինքն մարդիկ, ովքեր մեր նման չունեն ընտրելու բան, նայում են եղած քաղաքական ուժերին ու ասում են, այս ոչ մեկին չենք ուզում ընտրել, ու միևնույն ժամանակ եթե դու ոչ մեկին չես ուզում ընտրել, Հայաստանում ընտրության գնալը անիմաստ է դառնում, այսինքն դու թե չգնաս ընտրության, թե գնաս անվավեր անես, թե գնաս ինչ-որ ուժի ընտրես, որ չի անցնում, դա նույն կարգավիճակն է։ Բայց մյուս ոնց որ հատվածը մեր թիրախի կարող են լինել նաև այն մարդիկ, ովքեր ընտրում են վատի ու վատագույնի միջև։ Այսինքն իրանք էլ ռեալ չունեն ընտրություն, բայց ուզում են գնան, վերցնում են թերթիկները, ասում են դեսի շատ վատնա, վերջում ինչ մնում է իրանց ձեռքը, դա են ընտրում։ Այսինքն դրանք եւս այդ մարդիկ եւս կարող են հանդիսանալ մեր համար որպես ընտրող։ Բոլորին դեմ են, իսկ ինչու պիտի ձեզ էլ դեմ չլինեն, կողմ լինեն։ Մեզ եւս կարող են դեմ լինել, ավելին մեր գաղափարը հետեւյալն է, որ այս ընտրական համակարգում ընտրված ուժը, որը ցանկանում է 5 տարի կառավարել, մենք այդ ուժերին բոլորին դեմ ենք, այդ թվում նաեւ մեզ, որովհետեւ մենք ինքներս չենք հավակնում 5 տարի կառավարելու, որովհետեւ ընտրական համակարգը այնքան վատն է, դրանով ընտրվածը 5 տարի կառավարելու այսպես ասած իրավունք մեր կարծիքով չունի, որովհետև պետք է առաջերտին փոխի համակարգը ու դրանից հետո նոր անցկացվի նոր ընտրություն։ Կետարկետ, խնդրում եմ ներկայացնեք, թե ոնց է դա տեղի ունենալու, որովհետև այդպես ասելը շատ գեղեցիկ է հնչում եւ շատ գայթակղիչ, բայց թե հողի վրա ինչա տեղի ունենալու, մի քիչ անհասկանալի է։ Հողի վրա մեր առաջարկը հետեւյալն է։ Նախ եկեք ֆիքսենք, թե ինչ ենք առաջարկում։ Մեր հիմնական առաջարկը այն է փոխել ընտրական օրենսգիրքը 3 կետով։ Առաջինը հանել կանոն մեծամասնությունը, այդպես կոչված այդ Սերժի կոստյումը, որպես հայտնի մարդկանց մոտ, դա այն մեխանիզմն է, որը որ բոնուսային մանդատներ է տալի ուժերին։ Այսինքն օրինակ դու գնում ես, կարած 30% հավաքես ձայն, բայց արդյունքում ստանալու ես մեծամասնությունը ազգային ժողովի։ Այդ մեկ։ Երկրորդը ընտրական շեմը 4%-ից իջացնել 1%, այդ էլ հնարավորություն է տալի նոր ուժերին անցնել խորհրդարան, ու երրորդ բոլորին դեմ եմ քվեաթերթիկ օֆիցիալ ավելացնենք, այսինքն իրավաբանորեն լինի բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, որի նպատակը այն կլինի, որ եթե դու գնում ես ընտրության, չես տեսնում ինչ-որ մի ուժի ում որ ուզում ես ձայնը տաս ու իսկապես բոլորին դեմ ես ու ուզում ես այդ բոլորին դեմ եմ ձայնը ունենա իրավական հետևանք, ուզում ես դա ֆիքսվի, որ դու բոլորին դեմ ես ու դու ընտրել ես դա, այդ քվեաթերթիկն ենք ավելացնում, որ կարողանաս ընտրես։ Գրեթե նույն կարգավիճակն է, ինչ անում են անկախ падգամավորներ, ճիշտ եմ հասկանում, իրենք էլ են բոլորին դեմ կարգավիճակով առաջնորդվում։ Անկախ падգամավորներ, որ ձեռնպահ են քվեարկում, այդ ռամբանցը։ Երբ որևէ կուսակցության չեն պատկանում, որևէ խմբակցության անդամ չեն։ Օրենքի անկախ падգամավոր չի կարա ընտրվի, այն իմաստով, որ դու որևէ կուսակցության ցուցակում պետք է լինես, որ ընտրվես։ Այո, բայց երբ հայտնվում ես ազգային ժողովում, հնարավորություն ունես անկախ կարգավիճակի։ Այո։
Այո, բայց անկախ կարգավիճակում լինելը քեզ հնարավորություն է տալու այս կամ այն օրինագիծին կողմ կամ դեմ լինել։ Իսկ բոլորին դեմ եմ առաջարկը կայանում է նրանում, որ եթե դու քվեարկեցիր ու բոլորին դեմ եմ քվեաթերթիկը հավաքեց անցողիկ շեմ, պայմանական եթե մեր փոփոխություններ եղավ, դա 1%-ն է, օրինակ բոլորին դեմ եմը հավաքեց 3%, ապա ինքը ունենալու է 3 թափուր մանդատ։ Մնացած ուժերով պետք է կարողանան ձևավորեն իշխանություն։ Հա, այդ տեսանկյունից, երբ որ դու անկախ падգամորես, դու կարաս ոնց որ մի պահ անկախ լինես, հետո ինչ որ բաների միանաս կամ չմիանաս։ Իսկ այս դեպքում այդտեղ մարդ չկա, որը կարա որոշում կայացնի, այս պահին միանա կամ չմիանա։ Երբ ընտրողը գնում է ընտրատեղամաս, ինքը կարծում եմ իրեն հարց է տալիս ընտրելուց առաջ։ Պատերազմ լինելու է թե չի լինելու։ Մենք ինչ ենք անելու, երբ պատերազմ լինի, ո՞նց ենք ապրելու։ Ու մեր երեխաները ոնց են ապրել, սա այն մինիմալ հարցերն են, դրա այդ շարքը կարծում եմ շարունակվում է։ Այդ հարցերի պատասխանները դուք տալիս եք, որովհետև մարդկանց մեծ հաշվով հետաքրքիր չի, թե ազգային ժողովում ինչ օրենք ընդունվեց, որը որին հաջորդեց, ով դա ընդունեց եւ քանի ձայնով ընդունվեց։ Նայեք, մեր տեսանկյունից հետեւյալն է խնդիրը։ Մենք վստահ ենք, որ այս ընտրական օրենսգրքով ու այս համակարգով իշխանապողություն չի կարող լինի։ Այդ մեկ։ Երկրորդը, իշխանապողություն sense tense լինելու է։ Դա վաղնա լինելու, մի շաբաթից անելու, 10 տարուց լինելու, sense tense լինելու է, ոչ մի իշխանություն հավերժ չի։ Հիմա եթե այս երկու արգումենտները միավորում ենք, դուրս է գալի, եթե մենք խաղի կանոնները չենք փոխելու, եթե մենք ու իշխանապողություն sense tense լինելու է, բա ո՞նց արնելու, եթե ընտրություններով չի լինելու։ Ոնց է լինելու այդ իշխանապողությունը։ Այդ իշխանապողությունը լինելու է փողոցով, փողոցային պայքարի միջոցով։ Հիմա մեր դիրքորոշումը ու դա քաղաքացիների համար էլ է կարևոր։ Չենք ուզում փողոցային պայքարի միջոցով լինի իշխանապողություն։ Ու դա ամեն քաղաքացու վերաբերվում է, որովհետև ամեն փողոցային պայքարը դա ռիսկ է մեր համար, մեր հասարակության համար մեծ ռիսկ է։ Կարող է մի բան նիտո գնա, կարող է լիքը խնդիրներ կան, չենք ուզում փողոցով լինել։ Այսինքն ամեն քաղաքացու համար նախ եւ առաջ առաջի խնդիրը, որ մենք ուզում ենք լուծենք, այն է, որ մենք ունենանք մեխանիզմ, որ այդ մեխանիզմի միջոցով կարողանանք հանգիստ անցնցում ընտրությունների միջոցով սահմանադրորեն իշխանապողություն անենք։ Հիմա քանի դեռ մենք այս մեխանիզմը չունենք, առանց այս մեխանիզմի զբաղվել մնացած ուրիշ խնդիրներով անհասկանալի է, մնացած ուրիշ խնդիրների պատասխանները դու չես կարա տաս, մնացած խնդիրների գնահատականները չես կարա տաս, որովհետև հիմա նայեք, ասենք ամեն մեկը գալիս է ասում է գիտեք ինչ կա ԿՊ-ն էսի սխալ է անում կամ ասում է Քոչյանը էսի սխալ է անում, բոլորը խոսում են մեկի տեսանկյունից մեկը դավաճան է, մյուսի տեսանկյունից այն մյուսն է դավաճան, բայց դրա ֆորմալ լեգիտիմ գնահատականի գործիքը դա ընտրություններն են։ Եթե դու չունես ֆորմալ գնահատականի գործիք, որով որ քաղաքացին կարա գնա, ձայնը տա ու դա լինի գնահատական այդ քաղաքական ուժին ինքը լավ արե թե չէ, եթե այդ գործիքը փչացած է, ուրիշ խնդիրների մասին խոսում ենք, որ ինչ անենք, ով է բա գնահատականը տալու։ Ոնց ենք հասկանալու լավ էր թե վատ ինչ որ բան։ Եթե գործիքը չկա, թե իմ կարծիքի վրա առնելու կամ քո կամ Սպարտակի, ասենք իմ կարծիքով վատ է։ Չէ, ընդ ընտրություններ կա։ Ուշ չեք սկսել։ Ուշ չենք սկսել ենք այն ժամանակ, երբ որ գաղափարը էփվել է այնքան, որ ինքը դարձել է փաստաթուղթ։ Հա, այսինքն մենք կարացել ենք գաղափարից ծնել մի հատ հռչակագիր, որով հայտարարել ենք այս 3 կետերի փոփոխությունները, որի հիմնական, այսպես ասած, բանն էլ մի հատ ոնց որ իմ ձևով էլ փորձեմ ձևակերպել, հետեւյալն է. այն ինչ որ մարդիկ ընտրում են, դա ցույց տալ ազգային ժողովում։ Այսինքն մենք վերցնում ենք եղած ընտրությունը, արտացոլում ենք ազգային ժողովում եւ հետեւաբար մարդկանց կարծիքները հաշվի են առնվում այնտեղ։ Այսօրվա ազգային ժողովում դա հնարավոր չի։ Ու ոչ թե հնարավոր չի նրա համար, որ մեկը լավն է կամ վատն է, մեկը շատ դավաճան է, մեկը քիչ, այլ հնարավոր չի, որտեղ մեխանիզմը թույլ չի տալիս։ Ու դրա համար է կարևոր այս 3 կետերը բերել, որովհետեւ այդ ընդունելուց հետո եղած ընտրությունները հնարավորություն կընձեռեն արտացոլելու ինչ որ մարդիկ ընտրել են։ Ու մենք գնահատական չենք տալու, թե մարդիկ խոսքի խի ընտրեցին 50% մեկա ԿՊ կամ Քոչարյան կամ Սամվել Կարապետյան։ Այսինքն այս շարժումը դրան գնահատական չի տալու։ Ես անձնապես կարող եմ դրա դեմ լինեմ ու ոնց որ այդ արդեն իմ անձնական խնդիրն է, որով կարող եմ հելնել կամ խոսել դրա մասին
կամ գնալ ինչ որ մի հատ նոր ուժ ստեղծել, պայքարել նրանց դեմ։ Բայց երբ որ խաղի կանոնները արդեն կլինեն այնպես, որ դու երբ որ ինչ ընտրում ես, դա արտացոլվում է, հաջորդիվ արդեն կարող ես մտածել քո ծրագրային քաղաքական գործունեության մասին։ Մինչև այդ ինքը իրականում այդքան էլ գնահատական տվող գործունեություն չի, որովհետև խոշոր հաշվով քո ընտրությունից կախված չի ով կլինի քո կառավարողը։ Դու մոտավոր ընտրելու ես ու մոտավոր ունենալու ես ինչ որ կառավարիչ, էլի։ Որպեսզի պատկերացնեք, մեր պատմությունը ցույց չի տվել որևէ դեպք, որ ընտրությունով Հայաստանում իշխանություն փոխվի։ Այսինքն մենք փաստացի ունենք 35 տարվա, չէ, պատմություն, որպես անկախ պետություն, մենք առաջին ընտրություններից սկսած չի եղել մեր մոտ այդ իշխանապողություն ու պատճառը չի եղել նրա, որ եղած իշխանություններից մարդիկ դժգոհ չեն եղել ու չեն ուզել որ որևէ այլ ուժ գա, այլ պատճառը այն է եղել միշտ, որ համակարգը թույլ չի տվել նոր ուժերը ընտրությունների միջոցով հաղթեն։ Հետո եկել է 2018 թվականը։ Հետո եկել է 2018 թվականը, որտեղ էլի առանց ընտրության, այսինքն հեղափոխության միջոցով հաղթել են, որից հետո բարձր անցկացվել են ընտրություններ, որտեղ ֆիքսվել է այդ եղած ուժի ոնց որ գերակայությունը, ինչը տրամաբանական է եղել, բայց այդ ուժը չի եկել ընտրությունների, կանոններով մասնակցել, ստացել ժողովրդի ձայնը ու գնացել։ Այսինքն մենք ասում ենք, որ եթե մենք կարողանանք արտացոլել մարդկանց ընտրությունը ազգային ժողովում, նման հարցերի քննարկումները, կլինի դա պատերազմը թե սոցիալական խնդիրները իմաստ ունենան, որովհետև եթե մի ուժը ինչ որ բան խոստանա ու չանի, հաջորդ ընտրություններում ժողովուրդը գիտի ոնց իրան փոխի, իսկ հիմա չգիտի։ Այսինքն մարդկանց մոտ բանա, իրենց թվում է, որ այդ ընտրություններին գնալը փոփոխություն է։ Այսինքն պատասխանատվության զգացումը մեծանալու է մարդկանց մոտ։ Այո, որտեղ քո ձայնի մոտ նկատի ունեմ։ Եվ ընտրվածների եւ ընտրողի, որովհետեւ ես եթե մինչեւ այդ մտածում էի գնում եմ ընտրության մեկը ինչ ընտրում եմ ոչ մի բան չի լինում, հիմա գիտեմ որ գնամ ընտրության ընտրեմ, կարա փոփոխություն լինի։ Իսկ հիմա ոնց որ զուտ մաթեմատիկորեն շատ դժվար է այդ փոփոխությունը։ Համարյա անհնար է։ Իհարկե հնարավոր է, այսինքն այնպես չի գրված, որ ընդհանրապես հնարավոր չի, բայց այնպես է գրված, որ դրա հավանականության շանսը շատ քիչ է։ Արամ, ինչ որ հավելում ունեք Սպարտակի խոսքին։ Դե նայեք, օրինակ այդ 2018-ի օրինակը շատ են բերում այն օրինակը, ասում են, բա Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվեց, չէ՞, վերջապես Նիկոլ Փաշինյանը կարողացավ անի գնաց ազգային ժողով, աշխատեց որպես падգամավոր, աշխատեց, հետո եկավ իշխանության, այսինքն դա բերում են որպես արգումենտ, որ նայեք հնարավոր է իշխանափոխություն, բայց այդտեղ կարևոր նրբությունը այն է, որ դա ընտրությունների միջոցով չի եղել։ Նիկոլ Փաշինյանը գնացել է ազգային ժողովում падգամավոր աշխատել է, որից հետո արել է հեղափոխություն, ու մեր տրամաբանությունը փառք Աստծո, որ այդ հեղափոխության ընթացքում մենք մարդկային զոհեր չենք ունեցել, այս չենք ունեցել, այն չենք ունեցել, բայց մեր տրամաբանությունը այն է, որ դա վստահելի մեխանիզմ չի հեղափոխությունը, շատ ռիսկային մեխանիզմ է, ու մեծ հաշվով իմ կարծիքով ներկա դաշտի բոլոր, ասենք, ընդդիմադիրները մեծամասամբ այդ է պլանը, նույն տրամաբանությամբ են իրանք առաջնորդվում, որ օքեյ, ոնց որ մասնակցենք կդառնանք ԱԺ падգամավոր, մի քիչ ամբիոնք ունենանք, մի քիչ խոսանք, մի քիչ կանենք SN-ն, միջև, ասենք, Նիկոլը մի բան կանի, որ դժգոհություն առաջանա ժողովրդի մոտ, կհենենք հեղափոխություն կանենք, Նիկոլին կգցենք, մենք կդառնանք։ Իսկ այդ տրամաբանությունին ես ոտից գլուխ դեմ եմ, էսի վատ տրամաբանություն է, ես ուզում եմ այս պետությունը ունենա իրավական անցնցում մեխանիզմ, որով որ մենք կարողանանք իշխանություն փոխել։ Իսկ եթե այս տեմպը շարունակվեց եւ ձեզ չհավատացին, ինչ եք անելու։ Ժողովուրդը մեզ չհավատաց։ Այո։ Հա, նայեք, եթե չկարողացանք ժողովրդին համոզել, առաջերտին չենք ասելու, որ ժողովուրդն է մեղավոր դրա մեջ, ոնց որ մենք չկարողացանք այս նախագիծը իրականացնել, որովհետև ոնց որ առաջերտին մեր, այսպես ասած, պատասխանատվությունն է սա վերցնել ու առաջ տանել, իսկ երկրորդը պետք է մտածել ինչ այլ մեխանիզմներ ունենք սա առաջ տանելու, որովհետև կախված նրանից թե ոնց որ քաղաքական ուժերը կհաղթեն, ընդհանուր միջավայրը ոնց կլինի, ինչքան աջակցություն կունենանք, որոշակի պլաններ ունենք։ Այսինքն, բայց դրանք հիմնականում էլի կենտրոնացած են լինելու այս համակարգային փոփոխության շրջանակներում, այսինքն, որովհետև եթե չենք հասել նպատակին, նշանակում է նույն տրամաբանությամբ իշխանությունը ընտրվել, եթե նույն իշխանությունն ամենայն հավանությամբ հաջորդ 5 տարում հավակնելու է էլի այնպես անի, որ ինքը շարունակի լինել անկախ մարդկանց գնահատականից, եթե նոր իշխանությունը հələ ինքը նոր ոնց որ այդ կոստյումը հագնելու process-ի մեջ առնելու մեծ հավանականությամբ, որովհետև եղած ուժերից մենք շատերից չենք լսել նման փոփոխության առաջարկներ, որ մեզ իրականացնեն, էլի։
Եվ հետեւաբար մենք պետք է մտածենք այլ նմանատիպ ֆորմատներով ոնց կարող ենք մեր գործունեությունը շարունակել։ Սկսած, չգիտեմ, համանadrական փոփոխությունների հարց կա, որ քննարկվում է, որ հետագայում պետք է դրվի գուցե այդտեղ մեր առաջարկով այսպես ասած հանդես գանք, վերջացրած պատրաստվելու հերթական եւ հաջորդ ընտրություններին։ Այսինքն մենք պետք է փորձենք այս օրակարգը ամեն դեպքում առաջ տանել։ Հանրության մոտ նոր ուժերի ձևավորման եւ նոր շարժումների ձևավորմանը զուգահեռ միշտ հարց է հնչում. արդյոք նրանք իսկապես այդքան հայրենասերեն ու պետականամետ են, թափանցիկությունը ոնց է ապացուցվում, միշտ փորձում են, չէ՞, մարդիկ քանդեն, գտնեն, տեսնեն, սա ում հետ կապ ունի, արդյոք նախկինների կամ ներկաների հետ կապ ունի, թե ոչ, ինչ խողովակներով աշխատանքների իրականացվում։ Ձեր թափանցիկության մասին կուզեմ պատմեք։ Նայեք, մենք առաջի բանը ու շատ կարևոր բանը, որ արել ենք, դա այնա, որ հնարավորինս մանրամասն մի անգամից շարժումը սկսելուց ներկայացրել ենք մեր ամբողջական ծրագիրը։ Իհարկե, այնտեղ կարող է ինչ-որ մանրուքներ կա, որ դեռ վերջնականացված չեն, բայց ով որ ցանկություն ունի, մեր քաղաքացիներից ով որ ցանկություն ունի, ինքը կարա բացի կայքը կետարկետ հասկանա, թե ինչ ենք ուզում ասենք, հա, աշխարհի ամենահեշտ բանը չենք ասում, գալիս ենք, սաղը լավ է կապրելու, հարստանալու է եւ այլն, այնտենց բաներ չենք ասում, ինչ որ ծրագրային կետեր են գրել, բայց ոտից գլուխ թափանցիկ է, այդ մեկ։ Երկրորդը մեր ֆինանսավորման աղբյուր է։ Մենք ոնց որ ֆինանսավորվում ենք անդամների միջոցով ու կայքի միջոցով։ Հիմա կայքում որ նայեք, եթե չեմ սխալվում, 74-75 մարդ ամսական 3000 դրամ է մեզ վճարում։ Իդեպ եթե դա օրինակ սարքենք 150-160-ի ամսական, այդ լրիվ մեր բոլոր ծախսերը բան կլուծի, թե չէ հիմա մենք անդամներ ունենք, ովքեր որ մի քիչ ավելի փող են տալի, էլի այդ 75 անդամից բացի։ Այդ երկու այդ թափանցիկության մասով թե մենք ինչ ենք անում, էլի, բայց բացի այդ ոնց որ այն մնացած process-ը մեր ղեկավարման տակ չի, մենք այսպես ասած կոնտրոլ չունենք այն process-ի նկատմամբ, երբ որ նույնիսկ առանց կարդալու հասկանալու թե մենք ինչ ենք առաջարկում, մեզ ասում են սա դաշնակցության հերթական ծրագիրն է, կամ ասում են սա բանը Նիկոլն է ստեղծել շարժումը, սա սկսել են միանալ դրան։ Մեզ ինչ ասես ասել են, то համ ասել են, որ մեր ձևովի հետ են կապված, համ դաշնակցության, համ Նիկոլի, ամեն ինչ ասել են։ Դա ինձ թվում է սովորական ռեակցիա, բնական ռեակցիա, մարդիկ նախ չեն խորանում ինչ ենք առաջարկում, ու նաև ինչ որ բնական ռեակցիա, հիմա իրանք այդ տեսանկյունից են միշտ տեսել մեր քաղաքական դաշտը, որ ինչ հայտնվում է, ուրեմն հաստատ մեկի պրոյեկտն է։ Բայց այդ խնդիրը, որ մարդիկ չեն խորանում, թե դուք ինչ եք առաջարկում։ Մեր խնդիրն է, բայց մարդկանց խնդիրը չի, որովհետև ամեն դեպքում մենք պետքա կարողանանք, դե նայեք, օրինակ այդ բոլորին դեմ եմ անունը, ինքը պրովոկացիոն անուն է մեծ հաշվով, երբ որ մարդը լսում է բոլորին դեմ եմ, այտենց կարա նույնիսկ չկարդա ինչ է, առաջի բանը որ մտածում ասում է, էսի ընտրությունների չգնալու բոյկոտ է։ Հա, բայց մենք հակառակն ենք լրիվ, մենք կուսակցություն ենք սարքելու, ասելու ենք գնանք, այսինքն ամեն դեպքում դա մեր խնդիրն է, մարդկանց խնդիրը չի։ Մարդկանց եթե կարողանաս հասնես բացատրես, կհասկանան այդ մարդիկ։ Դու չես կարող ասես, հա դե լավ, դուք չեք հասկանում, ես չեմ բան անելու։ Ձեր խնդիրն է։ Մեր խնդիրն է, մեր ծրագիրը մի քիչ բանը բարթա այնպես որ կետեր կան, մանրամասներ կա, փաստացի հենց ծրագիր ենք առաջարկել, ոչ թե ինչ-որ վերացական բաներ ենք ասում, բայց մեր առաջնային խնդիրը այն է, որ դա հնարավորինս պարզ, հասկանալի կարողանանք քաղաքացիների հետ խոսանք։ Այդ հիմնական խնդիրն է։ Ձեր ձայնը այսօր մարզերում լսելի է, այսինքն այն բարձրությամբ, որ ներկայացնում եք, արդյոք հասնում է մարզեր։ Աշխատանքներ տանում եք, չեք տանում, պատրաստվում եք առաջիկայում։ Առաջիկայում մի հատ կարևոր օր ունենք, այդ փետրվարի 1-ն է։ Փետրվարի 1-ին ժամը 15:00 Elite Plaza Business կենտրոնում մեր համագումարն է լինելու, որի ժամանակ պետքա շարժման անդամներից առնվազն 300 հոգի համաձայն լինել հիմնադրելու մեր բոլորին դեմ եմ կուսակցությունը, որը իր տիպով լինելու է ինքնալուծարվող կուսակցություն։ Ինչի ինքնալուծարվող, որ եթե այս նպատակին հասնենք, այլևս ոնց որ իր նպատակին ինքը հասել է ու այլևս այլ գործ անելու կարիք չկա այս սրա շրջանակներում, այսինքն մարդիկ անհատապես իրենց գործերը կարան ունենան, բայց մեր այս եղած միսիային հասել ենք։ Եթե դա մեր մոտ ստացվի։ Այս բանը ավելի ակտիվ դրա վրա ենք աշխատում, որի շրջանակներում կան իհարկե մարդիկ, որ մարզերից եւս միացել են, որտեղ շարժման անդամներ ունենք, որ մարզերից են, բայց այնպես չի, որ շատ ակտիվ այս պահին աշխատում ենք մարզերի կամ Երևանի վրա։ Պարզա ակտիվության տեսանկյունից Երևանում ավելի շատ է
ոնց որ շարժումը անդամներ ներգրավել, ինչը բնական է, որտեղ ոնց որ մարդկանց կեսը Երևանում են ապրում, բայց այդ ավելի քարոզչական ու տարածելու տեսանկյունից հիմա ոնց որ զուգահեռ մտածում ենք ինչ ռազմավարությամբ ու ինչ ձևով կարող ենք հասնել ու գուցե ոնց որ այդ դրա մշակումից հետո արդեն սկսենք դրա վրա աշխատել։ Ինչքան ժամանակում եք այդքան աջակից մենք փաստացի, որ ասենք ոնց որ մեկնարկի օրը այդ եղել է հունվարի 12-ի հիշելով, այսինքն մոտավորապես 13-14 օրում է այս ամեն ինչը ինչ եղել է։ Մենք մինչև այդ ոնց որ ասում եմ լիքը տնային աշխատանք, տարբեր մարդկանցով, չգիտեմ, մինչև մի 100 մարդ երևի խառը տարբեր process-ներում ներգրաված է եղել, այսինքն մարդիկ են եղել հռչակագրի վրա են աշխատել, կայքն են սարքել, չգիտեմ, սոցիալական էջերն են վարել, այսինքն process-ները արվել է, բայց փաստացի մեկնարկը երբ որ ասել ենք այսպիսի հռչակագիր կա, ու հետո մարդիկ միացել են դրան, դա եղել է հունվարի 12-ից։ Այսինքն ինքը կարող է շատ երկար ժամանակ չի, շատ կարճել չի։ Մենք չենք մտածում, որ շատը տենց որ տենց շատ լավ ենք գնում, բայց ոչ էլ կարծում ենք, որ շատ վատ են գնում, որովհետև այս կարճ ժամանակի համար վատ ցուցանիշ չի։ Բացի այն ինչ որ դուք առաջարկում եք, ինչով է տարբերվում ձեր շարժումը մնացած մյուս շարժումներից։ Համեմատել եք մնացած նոր ձևավորվող շարժումները։ Նայեք, մի հատ զուտ բանը կոնտեքստի համար մենք ոնց որ խոսացինք փոփոխությունների մասին, այսինքն այդ կանոն մեծամասնությունը շեմի իջացնելու բոլորին դեմ քվեաթերթիկը, բայց չասացինք, թե դա փաստացի ոնց ենք ուզում իրագործենք։ Դա փաստացի իրագործելու ճանապարհը մեր հետեւյալն է։ Մենք հիմնադրելու ենք ինքնալուծարվող կուսակցություն, բոլորին դեմ կուսակցությունը, այդ կուսակցությունով մասնակցելու ենք 2026 թվականի այժմընտրություններին, հաղթելու դեպքում մենք կատարելու ենք մենակ այդ փոփոխությունները, ինչը որ ասել ենք, մենակ ընտրական օրենսգրքի փոփոխությունները ու 100 օր հետո դնենք արտահերթ ընտրություններ, որից հետո այս կուսակցությունը լուծարվելու է, ինքը չի մասնակցելու հաջորդ ընտրություններին։ Այս այն է, ինչ մենք առաջարկում ենք։ Հիմա ներկա դաշտում կան ինչ-որ ուժեր ու շատ ոգևորիչ ու գովելի, գրեթե ինձ թվում է, գրեթե բոլոր ուժերն են խոսում համակարգային փոփոխության մասին, այդ շատ լավ է, բոլորը ասում են, որ պետք է գանք, այս համակարգը պետք է փոխվի եւ այլն, կարող է կիսանախագահական լինի եւ այլն։ Այդ շատ ոգևորիչ է։ Մեր առաջարկը կայանում է հետեւյալում. մեր ամբողջ էներգիան, ամբողջ ուժը մենք մտադիր ենք ֆոկուս անել հենց այդ ամենակարևոր խնդրի շուրջ, այդ գործիքի շուրջ, որ կարողանանք այդ գործիքը լավացնենք։ Մնացածը հետո է գալու։ Հիմա մեր այդ ամբողջ էներգիան, որ կենտրոնացնում ենք այդ գործիքի շուրջ, մանրուքներ կա, որոնք որ իրականում կարևոր են։ Օրինակի համար այն մանրուքը, ինչպես ասում են, սատանան դետալների մեջ է։ Օրինակ այն մանրուքը, որը որ մենք լուծարվելու ենք ու չմասնակցենք հաջորդ ընտրություններին։ Դա թվում է ինչ-որ բան, ինչ-որ նոր բան են մտածել, ասում են, դա շատ կարևոր մանրուք է, որովհետև նայեք, հիմա մենք ունենք ինչ-որ ընտրական համակարգ։ Դրա արդյունքում ձևավորված իշխանությունը սկսում է այդ համակարգի լծակներից օգտվել։ Դե ասում են, ով է գժվել այսքան աշխատանք տանի, վերջում հետո ինքնալուծարվում։ Բայց այդ շատ կարևոր է, ոնց որ եթե դու որպես ընտրություններ կազմակերպող ուժ, որը որ նոր խաղի կանոններ ա դրել, որպես ընտրությունները դու ես կազմակերպում, բայց մյուս ԱԺ-ն նոր կանոններով առնելու։ Եթե դու ես մասնակցելու, դու այդ կանոնների հերը անիծում ես, որովհետև անկախ այդ կանոններից դու սկսում ես վարչական ռեսուրս ունենալ, երբ որ իշխանության ես, այդ մեկ, դու քո շրջապատը բոլորը սկսում են ասեն, «Օ, դուք ես ինչ լավ տպեր եք, կարացա գաք իշխանության հասնեք, դու եք ես հայազգի փրկիչները դուք եք», ու դա բնականաբար մարդկանց մտածելակերպի վրա ազդում է, ու մենք էլ գիտենք, մեզ գիտենք ու ցանկացած մարդու գիտենք, դրա նկատմամբ իմունիտետը շատ բարդ բան է, այդ երկու, ու երրորդը, այնա, երրորդ չկա, հավա եմ ասում։ Կարճ ասած, միտքը այնա, որ այն մարդը, որ պիտի կազմակերպի հաջորդ ընտրությունները նոր կանոններով, իրանք պիտի չհավակնեն այդ թազա ընտրություններին, որ վերջապես առանց վարչական լծակի ու էյֆորիայի ընտրություններ լինի, որ մարդիկ գնան ընտրեն այն ուժը, որը որ ուզում են։ Չեք վախենում ճնշումներից։ Անբնական է երևի, որ մարդը չվախենա ճնշումներից։ Այդ ոնց որ եթե չես վախենում, երևի նորմալ մարդն է, չէ՞։ Նորմալ մարդը պետքա որ վախենա ճնշումներից։ Իհարկե ինձ թվում է վախենում ենք, այդ չի հարցը։ Ամեն ինչից վախենում ենք կճնշեն, մեզ կնստացնեն եւ այլն եւ այլն։ Դա կարևոր չի, ոնց որ վախենում ենք, թե չէ։ Կարևորը այն է, արդյոք ունենք մենք կամք մեր ուզածը, մեր առաջարկածը ու ժողովրդի տված մանդատով իրագործելու, թե չէ, անկախ վախենում ենք, թե չէ։ Իսկ մենք դա ունենք։
վախենալով անելու ենք։ Նայեք, իրականում սենց է, այն ինչ որ մենք անում ենք, խոշոր հաշվով համակարգին դեմ բան ենք անում։ Այսինքն այդ համակարգը ունի տարբեր շահառուներ, այնպես չի որ դեմ լինելը միշտ վտանգավոր է ամեն դեպքում։ Ավելին ասեմ, եթե մենք ուղղակի ասում ենք բոլորին դեմ եմ, նույնիսկ եղած ընդդիմությունը, որ օրինակի պես այլ հավասար պայմաններում կարող մտածեր մեր հետ համագործակցելու, իրանց մոտ միանգամից պատուհանը փակվում է, նույնիսկ չխորանալով։ Այսինքն անվանումը արդեն փակում է պատուհանը որևէ մեկի sense համագործակցելու տեսանկյունից փակվում է այդ ամեն ինչը, բայց մյուս կողմից մենք պետքա լինենք այս ոլորտի ամենահամագործակցող ուժը, որովհետև այն փոփոխությունները, որ բերում ենք, բոլորի համար ենք բերում։ Այսինքն բերում ենք մի հատ փոփոխություն, որ դրանից հետո եղած ընդդիմությունը կամ իշխանությունը իրանք ավելի նորմալ մանդատ են ունենալու, որովհետև իրանք կարանալու են այն ինչ որ հավաքեն, դա ստանան, ավել պակաս չեն լինելու, չեն քննարկելու, որ ընտրություններին խոսքի իրանց բոնուս տվեցին, դրա համար են իշխում, դրանով իրանց լեգիտիմությունը հարցի տակ դնեն, չեն քննարկելու, որ իրանք չեն անցել, որովհետև դե չկարացան ինչ որ հարցեր լուծեն, այսինքն խոշոր հաշվով ինքը համագործակցության մասին է, ոչ թե իրար դեմ ելնելու մասին է, հա, անունը պրովոկատիվ է, այսինքն անունը գցում ես, միանգամից սաղ դռները փակում են, հիմա մեր խնդիրն է, որ հետո կարանանք հերթով այդ դռները բացենք այն իմաստով, բացատրելով, թե մեր քաղաքացիներին, թե ուժերին, որ չէ, սա նրա մասին է, որ հետո դուք ավելի լեգիտիմ իշխանություն կամ ընդդիմություն եք լինելու։ Օրենքով դռները բացել։ Այո։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, ունեք հավելում թե ոչ։ Շնորհակալ ենք շատ հարցերի համար։ Ինչպես Սպարտակը ասաց, փետրվարի 1-ին կայանալու է Հայաստանում առաջի անգամ ինքնալուծարվող կուսակցության հիմնադրում։ Ճիշտ ասած, ChatGPT-ով մի քիչ ման է եկել, ոնց որ թե աշխարհի մեջ եղել այդպես բան, որ կուսակցությունը հիմնադրման պահին հրճակի, որ ինքը ինքնալուծարվելու է սա անելուց։ Այսինքն առնվազն ինքը շատ դե կարևոր բաներ միշտ հայերն են, չէ՞, հայերն են, չէ՞։ Նոր տեխնոլոգիա ամբողջ աշխարհում փետրվարի 1-ին ժամը 3-ին եկեք Elite Plaza, մասնակցեք այդ նորարարական տեխնոլոգիայի ստեղծմանը։ Շնորհակալ եմ ձեզ։ Դուք եւս Մոնիկա ջան, ձեզ եւս հրավիրում ենք։ Կգաք։ Այո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն մեզ լսողներին եւ դիտողներին, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էին Սպարտակ Գյուրեղյանը եւ Արամ Քոչարյանը, ովքեր բոլորին դեմ են շարժման անդամներն են, իսկ ձեզ համար աշխատեց Մոնիկա Մամյանը, կհանդիպենք։